Բարի լույս Գյումրիից։ Քաղաքը սպառվում է ոչ միայն արվեստների ու արհեստների քաղաք է, այլ նաև շատ լավ քնի։ Իմ պատշգամբը նայում է դեպի Հովհաննես Շիրազ փողոց, մենք զերոյում ենք, որը գտնվում է Ռիժկովի 2 հասցեում։ Այսքան հանգիստ ու մեղմ վաղուց չէի քնել։ Զերոյի հյուրատան իմ սենյակում կարծես դու տանը լինես։ Դուրս ես գալիս պատշգամբ, շնչում ես մաքուր օդ, լսում ես քաղաքային մեղմ աղմուկը ու առհասարակ մոռանում ես, որ աշխարհում շտապելու կարիք կա։ Ում եմ խաբում, արդեն ուշացել եմ նախաճաշից, իսկ հիմա մենք գնում ենք ճաշի հետևից, որից հետո էլ սկսելու ենք բացահայտել Գյումրին իր փողոցներով, բակերով, դեմքերով։ Մնացեք մեզ հետ, այսօր շատ լավ օր է լինելու։ Ճիշտ է, քնել մնացել եմ, ուշացել եմ, բայց դա ինձ բոլորովին չի խանգարի, որպեսզի ես Zero ռեստորան սրճարանում համեղ սնվեմ։ Միայն տեսքից գեղագիտական հաճույք եմ ստանում եւ վայելելու եմ իմ beef strogano'n, կապրեզեն, Blue Ocean կոկտեյլը եւ իհարկե հյութը, ու ի դեպ ասեմ, որ այստեղ յուրաքանչյուր մարդ իր քիմքին համապատասխան կարող է գալ ու համեղ սնվել ու լավ ժամանակ անցկացնել։ Այնպես որ այցելեք Zero ռեստորան եւ սրճարան։ Զերոն ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի ամենաուրույն ու բովանդակալից վայրերից մեկն է։ Զերոն միանգամից մի քանի աշխարհ է։ Հյուրատուն իր հարմարավետ սենյակներով ու հեքիաթային պատշգամբներով, ռեստորան եւ սրճարան, միջազգային տեղական համերով ու անմահական սուրճով դե եւ իհարկե պանդոկ իր կոլորիտով ու համ հոտով։ Զերոն մի հիանալի համադրություն է հնի եւ նորի։ Քարե պատեր, ժամանակակից լուծումներ, սա վայր է, որտեղ մի սեղանի շուրջ նստած են Գյումրիի անցյալն ու ներկան, եւ եթե ուզում եք քաղաքը զգալ ոչ միայն քայլելիս, այլ նաեւ նստած, Զերոն հենց այդ տեղն է։ Իսկ եթե շտապում եք, Զերոյում կա արագ սննդի անկյուն, թեթև ու համեղ լուծումներով։ Դե ինչ, մեր բացահայտումները Գյումրիում սկսված են։ Սիրեմ գը Գյումրիս, խելռիմ գը Գյումրուս համար։
Վարպետաց փողոցը իմ ամենասիրելի փողոցներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին։ Այստեղ կողք կողքի իրար մոտ գտնվում են Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Մհեր Մկրտչյանի տուն թանգարանները, բայց մի հաղորդումը 2, նույնիսկ 3-4 հաղորդումները քիչ են ամբողջ Գյումրու կոլորիտը նիստ ու կացը ցուցադրելու համար։ Մենք 2 հաղորդում նվիրելու ենք Գյումրիին, բայց տուն թանգարաններ դեռ կվերադառնանք։ Գյումրին այն եզակի քաղաքներից է, որտեղ փողոցով քայլելը դառնում է ճամփորդություն տարածությունից ու ժամանակից դուրս։ Քայլում ես հին շենքերի կողքով ու զգում ես, որ այստեղ ամեն մի քար իր խորհուրդն ունի։ Գյումրիում պատշգամբները մարդկանց պես են, ոմանք մենակ են, լուռ, մոռացված, իսկ ոմանք այնքան լի են կյանքով, որ քեզ թվում է, թե մի պահ կկանգնեցնեն ու կասեն, «Էսուր կերտաս, ապ ջան, մեր օպեմ կայնի անեկդոտ եմ պատմեմ, նոր կերտաս»։ Ու հենց այստեղ ես հասկանում, որ Գյումրու հմայքը ոչ միայն փողոցներում է, այլ նաև վերևում։ Եթե ուզում ես տեսնել այս քաղաքը, միայն մի նայիր առաջ, այլ նայիր վերև, որտեղ պատշգամբներն են, իրենց հին ու հարազատ աչքերով։ Իսկ սա հայտնի Եռանկյուն ֆիլմի հայտնի պատշգամբն է ու առհասարակ Գյումրիում պատշգամբներն ուղղակի ճարտարապետական տարրեր չեն, դրանք Գյումրու զգացմունքային հիշողություններն են, որոնք չնայած օդի մեջ կախված են, բայց ամուր կպած են հողին։ Գյումրին միշտ ունիկալ քաղաք է եղել եւ աչքի ընկել իր հյուրընկալությամբ եւ հյուրասիրությամբ։ Այսօրն էլ բացառություն չէ։ Մեր հավատարիմ գործընկեր Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի Գյումրու մասնաճյուղի ֆիրմային խանութ-սրահում այսօր հյուրասիրություն է։ Կարող եք այստեղով պատահական անցնել եւ ձեզ գինիքի հյուրասիրեն։ Ու օգտվելով առիթից ուզում եմ ձեզ ծանոթացնել Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի Գյումրու ֆիրմային խանութ-սրահի հետ, որը գտնվում է Բագրատունյաց 2/8 հասցեում։ Այստեղ, ինչպես տեսնում եք, Իջևանի բոլոր արտադրանքները առկա են։ Իմ սիրելի կոմպոտները, պահածոները, մուրաբաները։
Գիտեք ինչու եմ այսքան անկեղծ ժպտում, որովհետև մեր հաղորդման շրջանակներում պատիվ ունեմ լուսաբանել այն թատրոնը, որտեղ ես ստեղծագործում եմ։ Առաջին Հայաստանի տիկնիկային թատրոնը, որը կրում է Ստեփան Ալիխանյանի անունը։ Իսկապես շատ ուրախ եմ, շատ հաճելի է, որ կիսվում եմ ձեզ հետ իմ առօրյայով։ Տիկնիկային թատրոնը մի ուրույն հեքիաթային աշխարհ է, որտեղ վարակույրի բացվելուն պես երեխան հայտնվում է այդ աշխարհում եւ որտեղ ձևավորվում է երեխայի գեղագիտական ճաշակը եւ սերը առ թատրոն։ Իսկ այժմ ես ուշանում եմ փորձից, գնանք միասին փորձի։ Չէ, պարոն Զումը։ Հա, գիտեք, տեսեք, ես էլ իմանամ։ Ավոյի, բոլորս էլ այդպես ենք, քանի էջեր են վարել հետո փոշմանել։ Արի փորձենք Թումանյան, Զավեշտավիտ եղնի, մեկ ունեմ։ Թումանյան ջան, Սա տիկնիկային թատրոնի տիկնիկների պահոցն է։ Խաղացանկային ներկայացումների տարբեր տարիների տիկնիկները այստեղ ենք պահում, իսկ ահա կոնկրետ այս տիկնիկը, կապիկը 1937 թվականի տիկնիկ է։ Պատկերացնում եք ինչ պատմական արժեք է ներկայացնում իրենից այս տիկնիկը։ Սա էլ տիկնիկային թատրոնի երկրորդ նորաբաց դահլիճն է, որտեղ բեմադրվելու են ներկայացումներ արդեն մեծահասակ հանդիսատեսի համար եւ այստեղ դեռ բազում պրեմիերաներ են սպասվում։ Տիկնիկային թատրոնի մասին էլ ավելի մանրամասն մեզ կպատմի թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։ Այժմ գտնվում ենք Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնում, որը հիմա վերանվանված է Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն։ Թատրոնի մանկական դահլիճում ենք, դահլիճը բավականին փոքր է, 120 տեղ, բայց ջերմությունն այնքան մեծ է, որ այդ փոքրությունը չի խանգարում։ Թատրոնը բավականին ակտիվ պրոցեսի մեջ է, այս պահին պրոցես է անցնում, բեմադրում ենք Խնկո Ապոր գործերից, հանձնարարված է Լևոն Կաժոյանին, դերասան, որ բեմադրի Մկների ժողովը, եւ Մկների ժողովը համեմել ենք Սուտլիկ Որսկան տարբեր թեմաներով, բավականին հետաքրքիր պրոցես է ստացվում ու կարծում եմ նորություն կլինի հանդիսատեսի համար։ Տեսնենք ընթացքը ինչպես կլինի եւ շուտով պատրաստվում ենք առաջնախաղի։ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ենք պատրաստվում։ Իսահակյանի գործերը բավականին բարդ է դարձնել թատերային, բայց մենք այդ ռիսկին գնացինք եւ ընտրեցինք գործերից մեկը Նոկիմ քաղաքի խելոքները, բայց ներկայացումն ավելի էսթետիկ դարձնելու համար նախապրոցես պիտի բեմադրվի, բեմադրում է մեր ռեժիսոր Անի Մարգարյանը։ Ներկայացումից առաջ բեմում են տիկնիկներով մեր հայոց մեծերը։ Ֆրունզիկ Մկրտչյան, Ավետիք Իսահակյան, վերջից եմ գալիս, Հովհաննես Թումանյան, բավականին հետաքրքիր է, Շիրազ նաև, ու կարծում եմ դա մեր թատրոնի համար կլինի յուրահատուկ ներկայացում, որովհետև մեծին ներկայացնել հավուր պատշաճի, դա շատ կարևոր է եւ նաև կարևոր է դաստիարակչական պրոցեսը, որպեսզի մեր մանուկները մեր մեծերին նաև ճանաչեն թատերային ձեռագրով։ Ես կարծում եմ դա էլ բավականին հետաքրքիր ներկայացում կստացվի։ Տիկնիկային թատրոնի հեքիաթային կողմի մասին, այդ հավատքի մասին, թե ինչպես է, իհարկե ես պետք է պատմեմ ավելի շատ, ուղղակի մի քիչ ինչպես է տիկնիկը ձևավորվում, կենթանություն ու շունչ ստանում։ Տեսեք, դա այդ ամբողջ պրոցեսը ինչի մասին ուզում եք իմանալ, դա թատրոնի մոգականության մասին է խոսում։ Եթե թատրոնն իր մեջ չի ներառում այդ էներգետիկ դաշտը, ինչքան ուզում է գեղեցիկ տիկնիկ պատրաստես,
ինչքան ուզում է շքեղ ներկայացում ունենաս։ Եթե այդ մոգականությունը չկա, ուրեմն ավելի լավ է ոչինչ չանել։ Իսկ երբ որ կա այդ մոգականությունը, այդ ձգողական էներգիան, որը ներկայացման ընթացքում նաև առաջանում է դերասան ու հանդիսատես խաչասերման, արդյունքում, դա հրաշքների հրաշքն է։ Այդտեղ է թատրոնը ստեղծվում, թատրոնը սկսվում է այդտեղից։ Փորձերն ամենակարևորն են, բայց հանդիսատես, հատկապես որ հանդիսատեսը քո երեխան է, երեխաների ու բեմի այդ սրբությունը ես չեմ վախենում այդ բառն ասել, որովհետև թատրոնն իրապես եկեղեցի է։ Այդ էներգետիկ դաշտի շփումից դու ստանում ես աղոթք։ Եվ երբ որ ներկայացումների ավարտին այդ փոքրիկ թաթիկներից ծափերը լսում ես, դա ամենամեծ աղոթքն է, որ բարձր հնչվում է այդ բալիկների թաթիկներից։ Ու երբ որ թատրոնում շաբաթը գոնե մինիմումն եմ ասում 4-5 անգամ այդ աղոթքը հնչում է, դա խոսում է արդեն իրոք հրաշքի մասին։ Եվ այն անձինք, ովքեր ստեղծագործում են այդ թատրոնում, իրենք էլ են վարակվում դրանից։ Եվ իրենք էլ կյանքում դառնում են այդ հրաշքից մի մասնիկ, ովքեր օրինակ են դառնում հասարակության համար, ցանկացած դրսևորումներ։ Չգիտեմ, թատրոնը լավ բան է։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ դուք մնացեք մեր եթերում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Գյումրիում թանգարանները շատ են, բայց կա մի թանգարան, որը տարբերվում է բոլորից ու կոտրում է բոլոր կարծրատիպերը։ Բարի գալուստ իլյուզիաների թանգարան։ Իլյուզիաների թանգարանը այն վայրն է, որտեղ գիտությունն ու զվարճանքը միաձուլվում են։ Սա պրանքսինոսկոպ է։ Հին ժամանակներում սրանով են անիմացիա ու ֆիլմ ստեղծել։ Ինչու՞մ է գաղտնիքը, այսպես եթե պտտենք, այս հայելու մեջ կստանանք շարժվող կադրեր։
Տեսար Սերժո, վերջապես դու էլ երևացիր կադրում։ Մարդիկ կտեսնեն, թե ինչքան սիրուն, սիմպաթիչնի օպերատոր կա։ Ես ինչքան էլ շատ ենք։ Ուր գնալ։ Դե իհարկե իլյուզիաների թանգարան, չէ՞ որ կյանքը ինքնին իլյուզիա է։ Եթե պլանավորում եք գալ Գյումրի, ապա անպայման պետք է նաև պլանավորեք Գյումրիի տարածքից դուրս գալ ու բացահայտել Շիրակի մարզը։ Իսկ մենք այժմ գտնվում ենք Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղում, որտեղ նաև գտնվում է Հայաստանի հնագույն քրիստոնեական կառույցներից մեկը՝ Շիրակի Զարդը, երերույթի տաճարը։ Տաճարը կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում 4-ից 5-րդ դարերում Անիի բաց նարնջագույն տուֆից ու պահպանվել է ահա այսպիսի կիսավեր վիճակում։ Նաև ասեմ, որ տաճարը կառուցված է եղել հեթանոսական Մեհյանի տեղում եւ անվան հետ կապված, երերույթի հետ կապված մի քանի վարկած կա։ Ըստ դրանցից մեկի տարածքում այծեր են եղել եւ հեթանոսական մատաղ անելու ավանդույթի պատճառով ստացել է Երե անունը, որը նշանակում է որս։ Անվան մյուս բացատրությունը գալիս է տաճարի ճարտարապետությունից, քանի որ ունեցել է 6 հսկասյուներ, հեռավորության վրա թվացել է, թե տաճարը տատանվում է, երերում է, այստեղից էլ գալիս է անվանումը՝ երերույթ։ Տաճարի մասին տեղեկությունները շատ սուղ են, նույնիսկ պատմիչները մեծ անդրադարձ չեն ունեցել տաճարին, միայն 2011 թվականին այստեղ հայտնաբերվել է պեղումների արդյունքում դամբարանադաշտ, իսկ դամբարանադաշտում եղել են 70-ից ավել գերեզմաններ, մանկահասակ երեխաների գերեզմաններ, որը կապված է եղել ինչ-որ աղետի կամ վարակի հետ։
իսկապես երերույքի տաճարն իր ճարտարապետական, կառուցողական հորինվածքով եզակի կառույց է Հայաստանում։ Պետք է գալ ու հիանալ այս գեղեցկությամբ։ Գյումրին սիրո մասին է, Գյումրին չկոտրվելու, պայքարի, կամքի ուժի մասին է։ Այստեղ ամեն մի անկյուն շնչում է արվեստով։ Իսկ հիմա ես գտնվում եմ մի վայրում, որն իմ կարծիքով գլխավոր այցեքարտն է Գյումրու։ Խնդրեմ, մեր մանկության տանգոյի հայտնի պատշգամբը։ Իսկ հիմա խնդրում եմ ուշադրություն, այս ձայնը լսելուց հետո դուք հաստատ կփշաքաղվեք։ Ուստա բարրել եմ ու պիտի բարրեմ։ Ու այսօրից հետո էլ պիտի բարրեմ, մարեմ։ Բարրե։ Կբարրեմ, հենց պիտի բարրեմ, հապա։ Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ նկարահանվել է Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգո» ֆիլմը, որն իմ կարծիքով հայ կինեմատոգրաֆիայի գագաթնակետն է։ Այստեղ եղել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Գալիա Նովենցը, Ազատ Գասպարյանը։ Ու ճիշտ է, շենքը հիմա այս տեսքն ունի, բայց ես լիահույս եմ ու համոզված եմ, որ շատ շուտով այն կվերանորոգվի ու իր ամուր հաստատակամ տեսքը կունենա։ Բարեմ Մարեմ պատշգամբի դիմաց ինձ հասակակից երիտասարդները ստեղծել են գողտրիկ արվեստի անկյուն Բարեմ Մարեմ Art Studio։ Իսկ թե ինչի մասին է այն, եկեք իմանանք։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչ եք։ Լավ, մերսի։ Մեր հեռուստադիտողներին հետաքրքրեց ձեր արվեստանոցը։ Խնդրեմ ներկայացնեք, միամ էքսկուրս ենք մեզի։ Շատ բարի։ Ուրեմն մեր մոտ արվեստանոց է, մեր արվեստանոցի անունը Վարեմ Մարեմ է, քանի որ մենք հայտնի պատշգամբի դիմաց ենք։ Կավագործության արվեստանոց է, ստեղ մեր հյուրերը ցանկացած պահի կրնան գան ու աշխատին մեր հետ միասին կավով ու պատրաստեն կավե տարբեր առարկաներ, որը հետո մենք կթերձենք ու ստացված արդյունքը կտրամադրենք հենց մեր հյուրին։ Այսինքն Գյումրիում արվեստի ու արհեստի քաղաքում մենք ստեղծել ենք հնարավորություն ոչ միայն ծանոթանալ Գյումրիի արվեստին ու արհեստին, այլ նաև մասնագիծ դառնալ վարպետաց դասերի միջոցով։ Օրինակ, մի հատ էլի շատ հետաքրքիր վարպետաց դաս կա կոչվի Գյումրիի դռներ։ Մեր հյուրերը մասնակցելով այս վարպետաց դասին կարող են իրենց ձեռքով լրիվ զրոյից պատրաստել Գյումրիի հուշանվեր տուր ու ստացված արդյունքը անմիջապես տանել իրենց հետ որպես փոքր իրենց ձեռքով պատրաստած հուշ Գյումրիից։ Քանի որ ֆիլմերի թեման բաց թողնել չենք կարող, ստեղ ունենք մի հատ շատ հետաքրքիր շարք, կոչվում է հայկական ֆիլմերի հետքերով։ Երբ վերցնենք հեռախոսները ու մոտեցնենք իրենց վրայի QR կոդերին, կտեսնենք ֆիլմերից հայտնի դրվագները, օրինակի համար հենց Բալգոնի էպիզոդը կա, Վարեմ Մարեմը։ Ու այս նույն տրամաբանությամբ ֆիլմի բոլոր հայտնի էպիզոդները ստեղ կան, այդ թվում նաև քաղաքային տեսարանները։
շատ հետաքրքիր պրոյեկտ է ստացվել, կոչվի Forever in Գյումրի, այսինքն ընդմիշտ Գյումրիում։ Իմաստը այն է, որ մեր հյուրերն որ քասնեն Գյումրի, այս կավե տարերի միջոցով ման կուկան ամեն մարդ իր անվան տարերը։ Դու այստեղից կնաս Արտուր գտնես իդեպ, դա տարը ստեղ է։ Ու падի վրա արդեն խաչ բարի կանոնի համաձայն պետք է գտնենք համապատասխան տեղը, որովհետեւ կնանանք ավելացնենք քո անունը դες падի վրա։ Վերջում նաև գունավորելու հնարավորությամբ բնականաբար։ Ուրեմն այս падը սկսվել է ընդամենը մեկ հոգու անունից ու ճյուղավորվել է արդեն մինչև 50,000 եւ ավելի մարդ աշխարհի տարբեր անկյուններից։ Այդ թվում աշխարհահռչակ դեմքեր, քաղաքական գործիչներ, երկիչ, դերասան, լիգը չեմպիոն կա, որովհետեւ Գյումրին դե չեմպիոնների դարբնոց է։ Այդպես յուրաքանչյուր մարդ կրնա գտնի իր անվան տարերը ստեղից ու հավաքե իր անունը падի վրա ու մնա ընդմիշտ Գյումրիում։ Ես հրան պետք է անգամ։ Չէ, սաղ տարերը պետք է ստեղից գտնենք սկզբից։ Արտուրը ստեղից պետք է գտնենք, անցնենք երթանկնդախ կպցնելու։ Ուրեմն մեր արվեստանոցի կոնկրետ իմ ամենասիրածս կետն է այս կոֆեի կետը, քանի որ աշխարհի սաղ հայերը սիրեն կոֆե։ Պետք է մոդենալ զանգել այս զանգը, որովհետեւ ձեզի դիմավոր է Մարիամը։ Ձեր համար կսարքե համով կոֆե։ Կնգարե հենց ձեր դիմանկարը ձեր բաժակի վրա ընդամենը 3-ից 5 րոպեում։ Ու բացի այդ կեսկադակ կես լուրջ կենեք ուշագություններ Գյումրի բարբառով հենց ձեր մասին։ Կոֆեի բաժակներ։ Կոֆեի բաժակներ կնայե, ճիշտ է։ Նայք, ուրեմն մենք նոր տեխնոլոգիայով բաժակ կնայինք, բայց ավանդույթները պետք է պայել, գիտեք, Գյումրին ավանդապաշտ քաղաք է։ Գյումրեցի եմ։ Այո, բաբշե արդեն։ Պետք է մի հատ աչի ծախ 3 կռոկ ֆռծնենք, ասխի այդ կապի մեջ մտնենք, որ խորատային են հետներս։ Շուռ տանք։ Խոսք է տվե, չէ՞ որ պետք է շուռ տանք ու նայենք ձեր բաժակը։ Շուռ տվինք։ Ու նայենք։ Կտեսնի որ թազա բացահայտումներ պետք է ենես։ Ասխերը, հա, իմ սազները կյանի, իմ բեսոր կնացեք բացահայտումների հետևից, մերսի ձեզ էլ։ Ստեղ արվեստանոցի մեր ցուցասրահն է, նկարները խորհրդային Հայաստանի վաստակավոր նկարիչ Խաչատուր Վարդպարոնյանի նկարներն են։ Ինքը Մինասի, Տեղսաշոդի, Հակոբ Հակոբյանի եւ այլոց սերնդագիցն է մտերիմ ընկերն է։ Այն շարքը որ կա Ալեքսանդրապոլ Լենինական Գյումրին է։ Ալեքսանդրապոլյան փողոցներից մինչև ժամանակակից Գյումրի այս կտավների մեջ կարելի է տեսնել։ Իսկ կողքը արդեն փոքր կինոդիտումների սրահն է, երթան կետել ցույց տամ։ Ստեղ մեր արվեստանոցի արդեն փոքր հանդիպումների սրահն է, ու ստեղ կարելի է գալ ամեն շաբաթ կիրակի հայկական ֆիլմեր դիտելու։ Հաջողակի կտանենք օրինակ հենց մեր մանկության տանգոն ֆիլմը։ Ու ամենավերջում մեր բոլոր հյուրերը, այդ թվում նաև դու, պետք է ծանոթանաս Պարտադիր Գյումրիի ամենաթարմ նորությունների հետ։ Այդ նորությունները կեղնեն այս կողմի վրա, պետք է խնդրեմ մոդենաս ու կարդաս։ Սերժը, բայց աննախնդալունը փոյես լուրջ կսել։ Այդ թե ինչ է անում Երևանում աշխատելը, Գյումրվա պատվավոր քաղաքացու ստացա, Գյումրվա պատվավոր զբոսաշրջիկ։
Միքայել ջան, շատ ուրախ եմ, որ մեր հաղորդմանը Գյումրվա համու հոտ փոխանցեցի գիրոք, թե քեզի, թե ամբողջ անձնակազմին ու կուզեմ ստեղի միշտ մարդ տեղնի, միշտ ծաղիկ ու բարգավաճիկ։ Արտուր ջան, շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ քեզի նորից տեսա։ Հաջողություն։ Ձեզ հետաքրքրում է թե ուր գնալ, ես կասեմ։ Դե իհարկե Վառեմ Մարեմ Art Studio, Գյումրվա համն ու հոտը զգալու համար։ Մենք այսօր շրջեցինք մի քաղաքով, որտեղ պատերը խոսում են, բակերը ժպտում, իսկ մարդիկ ուղղակի ապրում են, առանց ավելորդ աղմուկի։ Բացահայտեցինք այնքան, որքան որ օրը թույլ տվեց։ Իսկ ինչն էլ որ չհասցրեցինք, կշարունակենք հաջորդ շաբաթ։ Իսկ դուք մինչ այդ պահեք հետաքրքրությունը, պատրաստեք ճամփորդները թեկուզ մտովի ու հիշեք, ամենահետաքրքիր ճամփորդությունները սկսվում են հասարակ հարցից՝ ուր գնալ։ Ցտեսություն, մինչ հաջորդ ուղևորություն։